Շոյան, Գյումրու քաղաքապետի հետ կատարվածին եմ ուզում նախ սկզբում անդրադառնանք, այն ձևով, այն մեթոդներով, որ նրան իրավապահները տարան, այդ նաև դրան անդրադարձեք եւ այս ամեն ինչը ձեզ ինչ է հուշում, իշխանությունները ինչ են ուզում այս պահին անել Գյումրիում։ Ձևի հետ կապված արդեն կարծիքներ շատ է հնչել, բնականաբար ձևը կարելի էր նաև այդ նույն բանը անել ծանուցելով եւ ես կարծում եմ, որ ծանուցելու պարագայում դժվար թե քաղաքապետը խուսափեր, փախչեր, չգնար այդ քննությանը, հասկանալի է, որ այդտեղ ցույց տալու բան կար, ահաբեկելով այդ ամեն ինչը կազմակերպել եւ նաեւ դրանով գյումրեցիներին, դրանով մյուս քաղաքական թիմերին ինչ որ ասելու, այսպես ասեմ, մեսիջ կար, որը իրենք փորձեցին իրանք չափով տալ։ Ընդդիմությունը շատ է, իշխանությունը շատ է անդրադառնում ձեր ստատուսին, որտեղ դուք նշել եք, որ ասողին լսողը եք եւ նրանք ասում են մենք այդքան ձեզ զգուշացնում ենք, որ այս ամեն ինչը կարող էր տեղ ունենալ։ Ինչու մեզ չլսեցիք, հիմա այդ հորդորը ում է կողմի, ձեզ պետք է լսեիք։ Նախ միանգամից ասեմ, որ այդ հորդորը կոնկրետ ուղղված չէ Վարդան Ղուկասյանին, հենց որ շեշտադրված տանեն, որ այդ ասում էր Վարդան Ղուկասյանին, քանի որ ես սովորություն չունեմ նեղության մեջ գտնվող մարդուն, պրոբլեմի մեջ հայտնված մարդուն, էլ ավելի, այսպես ասեմ, ճնշել կամ ինչ որ խնդիրներ իր համար առաջացնեմ, խոսքը վերաբերվում էր նախընտրական շրջանում այն ամեն ինչի մասին, ինչի մասին, որ ես խոսել էի, ասել էի իշխանությունների քայլերի հետ կապված մնացածի մեկը խոսքը դրան էր վերաբերվում, մյուսը հետընտրական շրջանում, այսինքն այն ժամանակ, որ բոլոր լրագրողները այն ոչ ու բարով չագերտավոր բլոգերները, վերլուծաբանները, ովքեր որ, այսպես ասեմ, ընկած Մարդուն Գրիգորյան էին ման գալիս ամբողջ Հայաստանով մեկ, շտաբեցնում էին հայդարարի, մի ուշացրա, չգիտեմ, տարատեսակ վիրավորանքներով ու մյուսով, այդ ընթացքում ես տարբեր հանդիպումներ եմ ունեցել, տարբերակներով վերլուծություններ իմ թիմագիծների հետ եւ բոլորին այս մասին մանրամասը ես տեղեկացրել եմ քաղաքական ուժերին, անհատ գործիչներին, բոլորին այս իրավիճակները տեղեկացրել եմ, կարելի ասել նախապես հաշվի առնելով այս իշխանությունների ձեռագիրը, հաշվի առնելով այս ամեն ինչը, բնականաբար այս ամեն ինչը սպասելի էր, իսկ ես այդ ընթացքում ինչ էի ասում, ես ոչ թե քաղաքապետի պաշտոնի կռիվ էի տալիս, թե չէ Վարդանը չէ ես, այլ ես առաջարկում էի տարբերակ, որպեսզի հավաքական ընդդիմության հաղթանակը չմխսվեր։ Իմ ասածը այդ է եղել, որ տարբերակ ու պլյուս դրան բոլորի հետ հանդիպումների ժամանակ ես ալտերնատիվ տարբերակ առաջարկել եմ։ Կոնկրետ այդ տարբերակը հասկացել ենք, որ պետք էր այսպես այնպիսի մարդ լիներ քաղաքապետ, որ այսպես թիրախում չհայտնվեր այդ մասով խնդիրն էր, որ հաշվի առնելով քաղաքապետի վրա նախկինում եղած գործերը, բայց ոչ միայն շեշտը դրել էի կոնկրետ այդ գործերի վրա, այլ շեշտը նաև դրված էր հաշվի առնելով նաև իր խառնվածքը։ Արդյոք այս իրավիճակում, արդյոք այս իշխանությունների հետ այդ խառնվածքով հնարավոր էր քաղաքը պահել եւ այդ ընդդիմության հավաքական հաղթանակը կարողանալ մինչև վերջ առաջ տանել։ Իմ ասածը այդ է եղել ու ցավոք սրտի այդ ընթացքում մարդիկ մտածում էին, դե ես ավելին չեմ պայքարել, որպեսզի տպավորություն չլինի, թե ատորակռվի խնդիր է, իսկ այդտեղ բոլորը լավ հասկանում եք, եթե ես այդ ժամանակ կոնկրետ հայտարարել էի ընտրություններից առաջ, որ քաղաքացիական պայմանագրի հետ համագործակցություն չի լինելու, այստեղ կանգնած առաջի օրվանից հայտարարել եմ եւ մինչեւ վերջ գնացել եմ իմ խոսքի տերն եմ եղել, պահել եմ, հաջորդ քայլը կամ Վարդան Ղուկասյանին ընտրելն էր, կամ քաղաքացիական պայմանագրի հետ համագործակցելը, կամ երրորդ տարբերակը ոչ նրան, որը տանելու էր ընտրությունների պրավալին, իսկ նոր ընտրությունների պարագայում երաշխավորված ասում են, որ ինքը այդ ժամանակ քաղաքացիական պայմանագիրը 50+ հավաքելու էր։
Պարոն Գրիգորյան, Քանի որ ընդդիմությունը չէր կարողացել կազմակերպել, չէր կարողացել իր մեջ այդ հարցերը կարգավորել, բնականաբար դրանից հետո պիտի լիներ հիասթափություն ընդդիմության նկատմամբ։ Այսինքն, եթե ձեր թիմից կամ Մայր Հայաստանից կամ Ռուբեն Մխիթարյանի թիմից որևէ քաղաքապետ լիներ, կարծում եք իշխանությունը նրանց վրա էր, այսպես ճակերտավոր ասած, մի քրեական գործ չէր կարելի, ես ճիշտ հասկացա։ Քրեական գործի մասին խնդիրը չէ, յուրաքանչյուրի վրա է, չեղած տեղից տեսնում եք, երեք ամբողջ օրը ազգային ժողովի ամբիոնը օգտագործում էին հրահրելու առնահեղություն Գյումրի քաղաքում։ Չէ, այս ԿՊ-ի պատգամավորներից մարդ կա, ում սիրտը արուն է ուզում Գյումրի քաղաքում ու առավոտից իրգուն այդ մարդու խոսույթը այդ է։ Մարդուն Գրիգորյանի ընկերոջը, ընկերն էլ դարել է արդեն ընկերներին, էլի Վարդան Ղուգասյանը սպանել է Մարդուն Գրիգորյանի ընկերներին, Մարդուն Գրիգորյանը ընտրեց Վարդան Ղուգասյանին, չէ, ես սովորաբար կանանց չեմ հագադարձում, չեմ էլ անդրադառնում, չէ, Կարեն Սարոխանյանը ինձ հետ կապված բան չի խոսել։ Ուրեմն, այս մարդկանց սիրտը արուն է ուզում, այս մարդկանց սիրտը փարակյալ երկուս է ուզում եւ այդ ամեն ինչը ուզում են, որ լինել Գրիգորյան Մարտունի եւ Վարդան Ղուգասյանի ընտանիքների թիմերի միջև։ Այս պայթրությամբ փառք ու պատիվ մեզ որ կարողացանք այդ սադրանքներին չտրվել, բայց այն որ Գյումրիում սպասվում է իմ կնահատմամբ այդ սցենարը եւ փորձելու են Գյումրիում ինչ որ իրավիճակներ ստեղծել եւ մեզ քաշել կրիմինալ, վենդետայի, չգիտեմ ինչ նմանատիպ բաների մեջ, հստակ երևում է, չէ՞, հստակ երևում է ազգային ժողովի բարձրագույն ամբիոնից, համար 1 ամբիոնից երկրի հայտարարվում է Մարդուն Գրիգորյանը գնաց ձայն տվեց։ Այս պարագայում սա ինչ է նշանակում, եթե ոչ հրահրել առնահեղության, եթե ոչ ու այս ձեռագիրը եղել է այն օրվանից հետո, երբ որ ես հայտարարել եմ եւ ապրիլի 3-ին իմ հայտարարությունը կա, փաստ կա, որը ոչ մի տողի համար չեմ փոշմանել, ոչ մի ասածի համար, ես տեր եմ իմ ասածին, այդ ամեն ինչով հանդերձ իրանք ամեն օր ասում են Գյումրիում Մարդուն ոնց են քեզ Գյումրիում ներելու, Մարդուն ոնց են քեզ Գյումրիում ընկալելու, բա քավորը, բա սանիկը, բա ընկերոջ ընտանիքը, մյուսը կշարունակվի ավելի ձեր ասած դուք կարծում եք ավարտվեց ամեն ինչ։ Այսինքն արյունահեղությամբ կներես էլի, արյունահեղությամբ փորձում են նաև քաղաքապետի աթոռը, պաշտոնը վերցնել ինչ որ։ Դե այս ամեն ինչը սկսվել է եւ գնում է նրան, որ հասնեն իրանց ուզածին, հասնեն իրենց նպատակին, դե ինչքանով կհաջողե, այդ էլ կախված է արդեն էլ եմ ասում քաղաքական ընդդիմադիր քաղաքական դաշտի պահվածքից, վերլուծությունից, անցած անգամ տառացիորեն զգուշացրեցի, որ ժողովուրդ ջան, էլ եմ ասում, չլինի ատորակրվի խնդիր է դրված, բայց եթե ուզում եք հավաքական ընդդիմությունը պահե իր հաղթանակը ու այդ հաղթանակը ճիշտ գեներացնեք, ճիշտ օգտագործեք, ուրեմն պետք է գտնել քիչ խոցելի, քիչ պրոբլեմատիկ հարցը առաջ տանելու տարբերակը, որը ես առաջարկում եմ։ Պարոն Գրիգորյան, դուք ձեր գրառմամբ էլ նշել էիք, որ կանխատեսում եք կներեք 1000 ներողություն, իսկ թե հիմա պիտի հագադարձեմ, բա որ առաջարկել էիր, պնդեիր, առաջ տաներ, ժողովուրդ ջան, 4 խմբակցություններից 3-ը, մեկը գիշերը, մյուսը առավոտ հայտարարությունը արդեն արել էր։ Այսինքն այն տարբերակը, որ ես պնդեի առաջ տանեի, այդ տարբերակը այդ ժամանակ փակված էր, չկար այլ տարբերակ, այսինքն եթե երկու խմբակցություններից 3-ից 3-ը համաձայնություն են տվել քվեարկելու Վարդան Ղուգասյանի կոմունիստական կուսակցության օգտին, ես այս պարագայում մենակ էի։ Բայց դա ինչ կապ ունի, պարոն Գրիգորյան, եթե ենթադրենք դուք էլ լինեք, դուք էլ կարժանանաք նույն Այս երկրում ժողովուրդ ջան, բոլորն խոցելի են, հասկանալի է, բոլորն խոցելի են։ Ես էլ եմ ասում, այստեղ խնդիրը խառնվածքի մեջ էր։ Խառնվածքի ու պահելու։ Եղածը պահելու մեջ էր։